Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր վլոգս մի քիչ ուշ եմ սկսում նկարել։ Բարի երեկո եմ դրա համար ասում։ Աշխատանքից վերադարձել եմ, ահա որ հոգնած եւ մի փոքր հանգստացա։ Երեխաները գրեչկա ուզեցին, գրեչկա եմ պատրաստում։ Ես էլ մի քիչ հոգնած եմ, ճիշտն ասած, հիմա կասեք, բա ոնց չես հոգնի այն Ազո ջան, ամբողջ օրը գեր հոգնած, գեր լարված, իրոք ինձ մի հատ լավ հանգիստ ա պետք։ Այստեղ ես որոշեցի թեյ խմել, պարտադիր, ուրց, մի փոքր, ալոճ։ Ինչպես տեսնում եք, ալոճը զարդարում է իմ խոհանոցի սեղանը, փոքրիկ ծաղկամանի մեջ ճյուղերը դրել եմ։ Հետաքրքիր տենց ուզում եմ համ ստանալ եւ մի 4 հատիկ էլ մեխակ։ Մի կողմից գրեչկան այփում, մի կողմից էլ թող թեյը սեպվի։ Ինչքան սիրուն համընկնում է, չէ՞, թեյնիկի ու ալոճի գույնը։ Պատահական ստացվեց համադրությունը։ Գրեչկան գրեթե պատրաստ է։ Մի փոքր աղլեցնեմ ու խառնեմ։ Ահա մի փոքր էլ յուղ եմ դրել, բայց դե ջուրը դեռ կա, կամաց անեմ, թող դանդաղ մարմանդ էպվի կամ թեյը եղում, բայց չեմ անջատում, կամաց կանեմ, թող այդ ալոճի կարմիր երանգը խառնվի ուրցի գույնի կանաչի հետ։ Ես էլ այստեղ այս ընթացքում թուրմ եմ պատրաստում, սա բժշկական սպիրտ է, լցրել եմ ջերմուկի տարայի մեջ, ինքը կես լիտր է տանում, մոտավորապես 250 գրամ բժշկական սպիրտ է։ Եվ ես թուրմը ինչպես եմ պատրաստում, ահա, ակնամոմ է։ Ակնամոմը դա մեղվի այդ փեթակի անցքի մոտ առաջացած, ինչ կարելի ասել, կեղտն է մեղուների, որը շատ առողջարար է։ Հուսամ լավ բացատրեցի։ Այս ակնամոմը շատ բուժիչ հատկություն ունի։ Ես հիմնականը սա օգտագործում եմ կոկորտի համար, ֆարինգիտի, զոբի, այդ որ կոկորտում ուժեղ քոր է գալիս, տենց տհաճ ինչ-որ զգացողություններ, դրա համար եմ օգտագործում, նաև այս թուրմը շատ տենց կարևոր է նյարդերի համար, պետք է պոկեմ, բայց արդեն իրանք ոնց որ տեսնում եմ պոկված են, բայց ինչու պետք է պոկեմ, որ շուտ մարվի ինքը, շուտ մարվի սպիրտի մեջ, իրան պահելու եմ, սենց անենք, ամեն մի փշուրն էլ կարևոր է, թող այդ տոպրակի մեջ փշրվի։ Որ շուտ լուծվի, դրա համար եմ պոկում։ Ասեմ, որ այս ակնամոմը վաճառում են նաև, բուժիչ հատկություն ունի։ Դեղատներում էլ կա ակնամոմի այս թուրմը, պրոպոլիս են ասում, պրոպոլիս, բնական հումք է, հումք մեղուների, պատկերացրեք ինչքան դժվարությամբ կհավաքվի այդ փեթակի անցքի մոտ։ Մի այս սենց կլոր գունդ պոկում ու լցնում եմ։
Վերջ լցրեցի։ Պահելու եմ սա մութ տեղ սենյակային պայմաններում, տանը պահարանի մեջ, որ լույս չընկնի, արևի շող լույս չտեսնի։ Մոտ 20 օրում ինքը լուծվելու է, ամեն օր պետք է գնամ վերցնեմ, խառնեմ, ինքը այս ակնամոմը մարվելու է, իհարկե նստված լինելու է տակը, բայց այդ սպիրտը ամբողջությամբ դառնալու է կոնյակի գույն։ Հետագայում ես սա օգտագործելու եմ առավոտ շուտ, երբ որ արթնանամ, 1 ճաշի գդալ լցնելու եմ այս ակնամոմից եւ 1 ճաշի գդալը լցնելու եմ ջուր։ Կոնյակի գույն է, երբ որ ջուրը լցնեմ, սպիտակելու է, դառնալու է կաթի նման։ Խմելու եմ։ Ես սրանից տարիներ առաջ օգտագործել եմ։ Ինձ օգնել է, օգտակար է, ես սարքելու եմ, խմեմ։ Ինքը տհաճ համ է, տհաճ զգացողություն, բայց առողջարար է։ Դա ես իմ վրա եմ զգացել։ Սա էլ իմ հեքիմական բաժնից։ Ես տենց բաներ ունեմ իմ ցանկում, սարքում եմ։ Օրայքը իր տեղն ունի, այս բնական միջոցներն էլ իրենց տեղը ունեն։ Տանեմ արդեն ես դնեմ պահարանում, մութ տեղ ամեն օր կխառնեմ։ Իդեպ ասեմ, որ այս թուրմով նաև կարող են նորից ջրով նոսրացնել, ատամների, այդ լնդերի բորբոքվածության համար ողողումներ անել, նաև այս սպիրտով շփումներ անել մարմնի հատվածներում, որտեղ ցավ կա, մկանային ցավեր կան, քիչ թե շատ, լավ թե վատ, անպայման օգնում է։ Ասեցի, խոսացի, հնդկաձավարն էլ եփվեց, ինչ լավ եփվեց, շատ լավ է։ Անջատում եմ, եւ տեսեք, այս թեյի գույնն էլ ավելի կարմիր է։ Սա էլ անջատեմ ու լցնեմ։ Վերջ։ Մեխակի հոտն էլ է զգացվում։ Համեղ է շատ։ Սա են խեղտող կարալյոկներն են։ Հիմա հասել է, մենք ենք իրանց խեղտելու։ Դե հիմա հասա տենամ խեղտելը լավ բան, Սա էլ մի փոքրիկ հումոր, սիրելի հետևորդներ։ Հումորն էլ է պետք, իհարկե, հումորն էլ է հարկավոր, հումորը խինդը ծիծաղը եթե չլինի, մեր կյանքը շատ տխուր կանցնի, այո, միշտ թող ձեր կյանքը լինի հումորով, խինդով, ուրախությունով։ Հիմա ինչ եմ անում, առաջին հերթին սա հավաքեմ, քանի որ գեր հոգնած եմ, ինձ թարմություն է պետք, գնում ենք դեմքի դիմակ պատրաստել բրնձով, անցած անգամ աղացի ու չպատրաստեցի, շատերի համար մութ մնաց, շատերը գրեցին, հիմա այսօր գնանք պատրաստենք։ Դե քանի որ ուտելիքի հարցը լուծվեց, պատրաստեցի, այստեղ սա փոքրիկ թաս է, որի մեջ ես միշտ այս դիմակը պատրաստում եմ։ Վերցնում եմ ջուր,
Ցույց եմ տալիս չափերը կոֆեի բաժակից, տեսեք մի փոքր պակաս, լցնում եմ այստեղ, չեմ միացնում գազօջախը, ինչու, որովհետև պետք է լցնեմ նաև բրինձը, աղացել էի, դարձել է ալյուրի պես և մեկ թեյի գթալ բրինձ այս ջրի մեջ։ Միացնում ենք շատ կամաց և պետք է բրինձը էփվի, կամաց եմ անում, որ կողքերը չվառվի, դա անդաղ էփվի, բրինձը էփվելու է, դառնալու է թթվասերի պնդության։ Այս դիմակը օգտակար է դեմքի համար։ Առաջին իսկ փորձարկումից դուք տարբերությունը կզգաք։ Դեմքը լվանում եք կամ մաքրում եք ձեր մաքրող միջոցներով ու այս բրինձե դիմակը իհարկե սառը վիճակում քսում եք ձեր դեմքին։ Ցանկալի է, որ ցելոֆանե դիմակներ ունենաք, տենց աչքերի տեղը բաց ու վրայից այդ ցելոֆանե դիմակը դնեք, կես ժամ պետք է մնա և լվանում եք կես ժամ հետո գոլ ջրով, առանց օճառի, դեմքին տալիս է փայլ, փափկություն, սպիտակություն, նաև դեմքը մի տեսակ թարմանում է, դա դուք պետք է պատրաստեք ու զգաք, իհարկե էլի բաղադրիչներ եմ լցնելու, պետք է խառնենք, դե բրինձը քարանալու հատկություն ունի, չէ, խառնենք, որ չքարանա, արդեն ես զգում եմ, որ պնդանում է, մի արա, հա, Տեսա մի քանի րոպեից պնդացավ, դեմքի չորությունն էլ է անցկացնում, ահա, արդեն բավական է, որ էփվի, ինձ այս պնդությունն է հարկավոր, անջատում եմ ու տեսեք գթալի, թեյի գթալի ծայրով մեղր եմ դնում, մեղրը անջատելուց հետո, որ չեռա իր օգտակար հատկությունը կորցնի, խառնում ենք, արդեն տաքությունից հալվում է և տաքության մեջ հալվեց մեղրը, հալվեց, ահա, տեսեք ինչքան պակասեց, քչացավ և ես լցնում եմ այևիտ վիտամին, վերցրել եմ դեղատներից, ինքը շատ մատչելի է, կան են կապսուլաներով, պատճերով, բայց այսպես ավելի շատ է ու նաև ինչու չէ, սա երեկոյան ես դեմքս երբ որ լվանում եմ, մի քանի կաթ դեմքիս քսում եմ ու մերսում, շատ լավ է դեմքի համար, քանի որ մի քիչ դժվար է գալիս և մոտ մի տենց 10 կաթիլի չափ, հա, 10 կաթիլի չափ էլ այևիտ վիտամին լցրեցի, խառնել, ահա, սա էլ իմ դիմակը, թող սառի և ես կքսեմ 30 րոպե կթողեմ դեմքիս ու գոլ ջրով կլվանամ, առանց օճառի, էլի եմ ասում, դե ինչ նայեցիք, տեսաք, հավանեցիք, պարտադիր լայքեք ու մի ալարեք, կարծում եմ ձեր խոհանոցում կգտնվի մեկ բուռ բրինձ, մի ալարեք, հացեք ու պատրաստեք, հենց այսօր փորձեք և արդյունքի մասին ինձ մեկնաբանություններում գրեք, սա
ես ընտրել եմ ինձ համար այնպիսի դիմակներ, որոնք իրոք շատ օգտակար են, նույնն էլ մազերի խնամքի համար։ Ես այնքան եմ փնտրել ու վերջում եկել հանգել եմ այն եզրակետին, որ ամենալավը հնդկական շամպունն ու յուղերն են։ Նույնն էլ այս դիմակը շատ անգամ եմ փորձել, շատ դիմակներից ու առաջին անգամ որ դրեցի, ով ինձ տեսավ, դեմքիս այդ փայլը փոփոխությունը իսկույն նկատեց։ Դուք էլ դրեք, փայլեք, թող փայլի ձեր դեմքը, ինչու՞ չէ նաև փայլեք ողջ կյանքում, սիրելի հետևորդները։ Լավ մնացեք։ Ես ուզում եմ, որ իմ օգտակար բաղադրատոմսերով կիսվեմ ձեզ հետ։ Լինի խոհանոցային, լինի գեղեցկության հետ կապված, լինի տենց բժշկության հետ կապված վատ բաները ես երբեք մարդկանց խորհուրդ չեմ տա։